Եվ դուք Երագույն Մարմնյան։ Դեմ որ պատրաստվում է երթ, ես կուզենայի մի փոքր մանրամասնեք։ Երթ ուրեմն պատրաստվում է դիմել են քաղաքապետարանի ընտրության։ Հոկտեմբերի 9-ին նախատեսում են երթ հրապարակից Բաղրամյանով մինչև Եռաբլուն, որտեղ լինելու է հալավատ։ Ինչպես եք վերաբերում նախագահի այցերին դեպի Սփյուռքահայ գաղթօջախներ։ Ասեմ որ Դա ինչ որ օգուտ կտա։ Այսպիսով գնալ ներկայացնել քաղաքականությունը ուզում է համակիրներ նաև Սփյուռքում գտնել։ Բայց Սփյուռքյան հիմնական այն երեք քաղաքական ուժերը, Դաշնակցությունը, Հանրապետականները արդեն տարբեր երկրներում համատեղ հայտարարությամբ իրենց գնահատականը տվել են արտոնագրության հետ կապված։ Այսինքն Սփյուռքին հնարավոր չէ համոզել, չի կարող համոզել։ Այս տեսքով արտոնագրությունները ընդունել են Սփյուռքի հայերեն ավանդական երեք կուսակցությունների կողմից, որ գործում են եւ հիմնական վերակատարությունը Սփյուռքում։ Այսինքն չի կարող համոզել։ Ես գտնում եմ որ չի կարող է ներկայացնել տարբեր ձևով, որքան համակիրներ լինելու են այդ համակիրները, բայց դա չի լինելու Սփյուռքի մեր հայրենակիցների մեծամասնություն, դա լինելու փոքր թվականակ, որ կարող են պաշտպանել նախագահի այս ձևով արձանագրության։ Այն իմաստով, որ նախագահը այցելում է Սփյուռքի գաղթօջախներ իմանալու Սփյուռքահայի կարծիքը, սա որպես երևույթ բնականաբար լավ երևույթ է, այսինքն գովելի է, կարելի է ասել նույնիսկ նման, այսինքն ոնց է նախադեպ չուշի ունեցել, բայց եթե սա նույնպես պիտի դիտել պարզապես այն իմաստով, որ այս այցելությունը նորից էլի արձանագրությունների ենթատեքստը կամ ուղղակի արձանագրությունների կետերը բացատրելով ենթատեքստում համոզելն է, ես կարծում եմ, որ սա այնքան ինձ համար իմ անձնական կարծիքն է, սա իր մեջ նաև վտանգներ է պարունակում։ Մովսես Մարգարյան, պատմաբան։ Արդյոք նախագահին կհաջողվի, այո, համոզել Սփյուռքին ընդունել արձանագրությունները այս տեսքով։ Շատ հավանական է այնտեղ դեսպանատների աշխատակազմը կհրավիրի եւ միանշանակ այդ դեսպանատների բոլոր աշխատողները իրար նշանակած աշխատողներ են։ Եվ այդ կարծիքը համայն Սփյուռքի կարծիքը չի կարող։ Մարգարյան Գևորգ նստած եմ Երևանից եւ հաճախակի այցելում եւ նստում եմ, այսպես ասած, դա էլ իմ բողոքի իմ արտահայտման ձևն է։ Հատկապես գաղթօջախներում շատ ավելի բարձր լսելի կլինի մեր ժողովրդի ձայնը, մեր պահանջատիրության մասին։ Այս նախաստրագրված փաստաթղթում տեղտած թերությունների մասին, որոնց շտկան մասին մենք այսքան բարձրաձայնում ենք, այսքան ասում ենք, ցավոք մեր Հայաստանում կարծես թե շատ ավելի դժվար են կարգում ժողովրդի կողմից։